Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Մնացորդներու առաջին գիրք 27-րդ գլուխ Զինվորական եւ քաղաքային գազագերբություն։ Ահավասիկ Իսրայելի որդիները իրենց թիվով, նահաբետները, հազարաբետներն ու հայրաբետները, նաեւ իրենց ոստիկանները, որոնք իրենց բաժամունքներուն բոլոր կորձերու մեջ թակավորին կսպասարկեին, ամիսի ամիս մտնելով ու ելելով դարվան բոլոր ամիսներու մեջ։ Յուրաքանչյուր բաժամունք 24000 մարդ ուներ։ Առաջին ամսվան համար առաջին բաժամունքին վրա Զաբդիելի որդին Հեսպամ նշանակված էր։ Անոր բաժամունքը 24000 մարդ ուներ։ Առաջին ամսվան բոլոր սպարաբետներուն գլխավորը Փարեսի որդիներեն էր։ Երկրորդ ամսվան բաժամունքին վրա Ակուկացի Թովթա նշանակված էր։ Մագեղոտ անոր բաժամունքին առաջնորդն էր։ Անոր բաժամունքն ալ 24000 մարդ ուներ։ Երրորդ ամսվան համար երրորդ սպարաբետներ Հովյաթա ավակ քահանային որդին Փանիա, անոր բաժամունքը 24000 մարդ ուներ։ Այս Փանիան 30-ին մեջ զորավոր էր ու 30-ին վրա նշանակված էր։ Անոր որդին Ամիզապատ իր բաժամունքին մեջ էր։ Չորրորդ ամսվան համար չորրորդ սպարաբետն էր Հովապի եղբայրը Ասայել եւ անգեյետ իր որդին Զապատիա, անոր բաժամունքը 24000 մարդ ուներ։ Հինգերորդ ամսվան համար հինգերորդ բետն էր Հեզրացի Սամավովտ, անոր բաժամունքը 24000 մարդ ուներ։ Վեցերորդ ամսվան համար վեցերորդ սպարաբետն էր Թեգվացի Եկեսի որդին Իրաս, անոր բաժամունքը 24000 մարդ ուներ։ Յոթներորդ ամսվան համար յոթներորդ սպարաբետն էր Եփրեմի որդիներեն Փելոնացի Քեղես, անոր բաժամունքը 24000 մարդ ուներ։ Ութերորդ ամսվան համար ութերորդ սպարաբետն էր Զարայաններեն Օսացի Սովփակ, անոր բաժամունքը 24000 մարդ ուներ։ Իններորդ ամսվան համար իններորդ սպարաբետն էր Փենիամինյաններեն Անաթովտացի Ափիեզեր, անոր բաժամունքը 24000 մարդ ուներ։ 10-րդ ամսվան համար 10-րդ սպարաբետն էր Զարայաններեն Նեդոփաթացի Մարա, անոր բաժամունքը 24000 մարդ ուներ։ 11-րդ ամսվան համար 11-րդ սպարաբետն էր Եփրեմի որդիներեն Փարաթոնացի Փանիա, անոր բաժամունքը 24000 մարդ ուներ։ 12-րդ ամսվան համար 12-րդ սպարաբետն էր Կոթոնիելի Զարմեն Նեդոփաթացի Ալատ, անոր բաժամունքը 24000 մարդ ուներ։ Իսրայելի դոհմերուն վարչությունը։ Ահավասիկ Իսրայելի դոհմերուն վրա նշանակվածները։ Ռուբենյաններուն առաջնորդն էր Զեկրիի որդին Եղիազար, Շմավոնյաններունը Մաակայի որդին Սապատիա, Ղևդացներունը Գամվելի որդին Ասապիա, Ահարոնյաններունը Սաթովք, Հութայինը Դավիթի եղբայրներեն Եղյուս, Իքարինի Միքայելի որդին Ամրի, Զապուղոնինը Աբթիայի որդին Իսմայա, Նեփտաղիմինը Եզրելի որդին Հերիմովտ, Եփրեմի որդիներունը Ազազիայի որդին Օվսեյե, Մանասեի գես դոհմինը Փաթայայի որդին Հովել, Քաղաաթ եղող Մանասեի գես դոհմինը Զաքարիայի որդին Հետթով, Փենյամինինը Ափենների որդին Հեսիել, Թանինը Հերոհամի որդին Ազարիել։ Ասոնք էին Իսրայելի դոհմաբետները։ Դավիթ 20 տարեկանեն վար եղողները չթվարկեց, որովհետև դերը ըսեր էր, թե Իսրայելը երկնքի աստղերուն չափ պիտի շացնե։ Շարուհյայի որդին Հովապ սկսավ համրել, բայց չավարտեց, քանի որ ադորամար Իսրայելի վրա զայրույթ եղավ։ Այդ թվարկումը Դավիթ թագավորին ժամանակակրթության գիրքի մեջ թվարկումներուն մեջ չմտավ։ Թագավորական գալվածներու վարչությունը։ Թագավորին քանցերուն վրա Աթիելի որդին Ազամոտ նշանակված էր։ Թաշտին քաղաքներուն, գյուղերուն եւ աշտարակներու մեջ եղող ըշտեմարաններուն վրա Ոզիայի որդին Հովնաթան, Արդը փանող
հողամշակներուն վրա Քեղուբի որդին Եզրի, այքիներուն վրա Արիմատացի Սեմեյի, այքիներուն Փերկերուն ու Քինիի շտեմարաններուն վրա Սեփատացի Զապտի, Տաշտակեդինի մեջ եղող Ցիտենիներուն եւ Ժանդատազերներուն վրա Քաթերացի Փահաղանան, յուղի շտեմարաններուն վրա Հովաս, Սարոնի մեջ արածող արչարներուն վրա Սարոնացի Սեդրա, հովիտներու մեջ եղող արչարներուն վրա Ադրիի որդին Սապատ, ուղդերուն վրա Իսմայելացի Վոփիիլ, Էշերուն վրա Մերոնատացի Հաթայա, հոդերուն վրա Հակարացի Հազիզ։ Ասոնք բոլորը Դավիթ թագավորին ինչքին վերահսկիչներն էին։ Դավիթի անձնական խորհրդականները։ Դավիթի հորեղբայրը Հովնատան խորհրդական էր, անխելացի մարդ էր եւ ադենատբիր։ Հակեմոնիի որդին Հեքիել թագավորին որդիներուն հետ էր։ Ակիդոփել թագավորին խորհրդականն էր եւ Արաքացի Քուսի թագավորին բարեկամը։ Ակիդոփելեն յետք Փանյայի որդին Հովիաթա եւ Աբիաթար խորհրդական եղան։ Հովաբ թագավորին ըսպարաբետներ։ Փառք ես Տեր Աստված մեր։ Ամեն։